Սիրելի ֆուտբոլասերներ, տեսնում ենք, որ մեզ մոտ մեկնարկում է երկրորդ հանդիպումը եւ միմյանց հետ մրցելու են Սելտան եւ Մալաթիան։ Հիմա արագ ներկայացնեմ թիմերի հայտացուցակները։ Սկսեմ Սելտայից, Սելտայի դարպասը պաշտպանում է Հայկ Բոքսյանը, համար 1, համար 4 Ավետիս Դուրգարյան, համար 7 Դավիթ Հարությունյան, համար 11 Գարիկ Սենեկ Քերիմյան, նա թիմի ավագն է իր թիմի, համար 17 Արամ Ենգիբարյան, համար 23 Սուրեն Ղուկասյան, համար 77 Հարություն Բոքսյան եւ համար 40 Լեո Պապյան։ Մալաթիայի դարպասը պաշտպանում է համար 1 Սպարտակ Կարապետյանը, համար 3 Հայկ Գևորգյան, համար 4 Գևորգ Մարտայան, համար 5 Սարգիս Զիրիցյան, խաղը մեկնարկեց, համար 6 Սերգեյ Սաֆրազյան, համար 7 Արեն Սիմոնյան, նա էլ իր թիմի ավագն է, համար 9 Մարկ Թորչյան, համար 10 Հարություն Ղազարյան, համար 11 Նարեկ Սիմոնյան եւ համար 55 Գեղամ Մխիկյան։ Հանդիպումը մեկնարկել է եւ Սելտան է գնդակով, այստեղ փորձեց գնդակը Դավիթ Հարությունյանը, Արեն Սիմոնյանն է շարժվում առաջ, բայց նրա հետ շատ լավ պաշտպանվեցին, բայց գնդակը նորից անցավ Մալաթիային։ Այստեղ Նարեկ Սիմոնյանն էր փորձում խլել գնդակը, բայց չկարողացավ, նորից Սելտան է գնդակի մոտ։ Ari! Okay. Welche? Sie? Yes, amca. Make up da. Այստեղ հիմա տեսանք հարված Սելտայի ֆուտբոլիստի կատարմամբ հերվից հարված կատարեց Ավետիս Դուրգարյանը եւ փրկեց իր թիմի Սպարտակ Կարապետյանը եւ առաջին անկյունայինը կտեսնենք Մալաթիայի դարպասին շատ վտանգավոր էր Սելտայի հարվածը, առաջին հարվածը տեսանք այս խաղի, փոխանցում հիմա հեռացրեցին գնդակը Մալաթիայի ֆուտբոլիստները, բայց գնդակը լինելու է Սելտայինը։ Սելտան այս մրցաշրջանում 15 խաղ է անցկացրել եւ 28 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում։ Նա հաղթելու դեպքում իր տեղը մրցաշարային աղյուսակում կարող է պահպանել, իսկ Մալաթիան այս պահին 11 խաղ է անցկացրել, 7 միավոր է վաստակ է եւ գտնվում է 16-րդ հորիզոնականում։ Նրանք հաջող չեն գործում այս մրցաշրջանում, նրանց հաղթանակ է անհրաժեշտ այս պահին, որ կարողանան շրջանցել իրենցից առաջ գտնվող թիմին եւ 15-րդ հորիզոնականը բերում է փլեյոֆի փուլ, այսինքն մեզ մոտ 9-ից 15-րդ հորիզոնականում տեղերը զբաղեցրած թիմերը անցկացնում են փոքր լիգայի փլեյոֆ։ Հիմա սուլի չկա, տեսնենք տուգանային հարվածը Մալաթիայի ֆուտբոլիստի կողմից, այնտեղ Արեն Սիմոնյանն էր հարվածում, բայց պատին դիպավ գնդակը եւ անկյունային հարված հիմա կտեսնենք հակառակ ուղղությամբ, նորից Արեն Սիմոնյանն է գնդակի մոտ։ Փոխանցում դեպի տուգանային հրապարակ հեռացրեց այստեղ գնդակը Ավետիս Դուրգարյանը։ Մի փոքր խոսեմ այս անցկացման ձևից, այս մրցաշրջանի Winter Cup-ը անցկացվում է 17 տուրից բաղկացած հանդիպումներից։ Այս խաղարկությունում որտեղ 1-ից 8-րդ զբաղեցած թիմերը անցնում են փլեյոֆ, իսկ 9-ից 15-րդ հորիզոնականում
Զբաղեցրած թիմերը մասնակցում են միմյանց հետ, մասնակցելու են փոքր լիգայի շրջանակներում, իսկ վերջին 3 տեղերը զբաղեցրած թիմերը ցավոք լքելու են պայքարը։ Հիմա Մալացյանը տեսնում ենք, որ գրոհ Մարկ Թորչյանն է գնդակով, խլեցին նրանից գնդակը, ակտիվ են գործում Մալացիայի ֆուտբոլիստները այս մոտ մի քանի րոպեների ընթացքում, հիմա էլ այստեղ հակագրոհ չստացվեց Սելտայի կողմից, բայց խաղի մրցավարը այստեղ տուգանային հարված է նշանակել Մալացիայի դարպասին։ Հիմա գնդակի մոտ է Դավիթ Հարությունյանը, տեսնելու ենք երկար փոխանցում դեպի տուգանային հրապարակ, այստեղ հեռացրեցին գնդակը։ Գևորգ այստեղ Մարտայանն էր հեռացնում գնդակը, բայց այստեղ էլ Սելտայի պաշտպանները լավ գործեցին եւ նորից սկսում են իրենց գրոհ, Սուրեն Ղուկասյանն է գնդակով փոխանցում, այստեղ մյուս եզր, այս փոխանցումն էլ մի փոքր ուժեղ ստացվեց Սելտայի ֆուտբոլիստի, բայց պահում են գնդակը Սելտայի ֆուտբոլիստները։ Հիմա փոխանցման փորձ հարված կատարեցին եւ գոլի հեղինակ է դառնում հիմա այստեղ Դավիթ Հարությունյանը եւ հանդիպան հաշիվը բացում 1-0 Սելտան առաջ է անցնում հանդիպան մեկնարկային րոպեներին։ Դավիթ Հարությունյան 1-0 7-րդ րոպեի դրությամբ հանդիպան հաշիվը բացված է եւ Սելտան հիմա առաջ է անցել Մալացիայից, Մալացյանն էլ պետք է փորձի արագ հավասարեցնել հաշիվը, ակտիվ մեկնարկ ենք տեսնում թիմերի կատարման, բայց ի վերջո Սելտայի ֆուտբոլիստները կարողացան առաջին էլ արդյունքի հասնել։ Գեղեցիկ հարված կատարեց հերվից Դավիթ Հարությունյանը։ Այստեղ էլ տեսնում ենք նորից Մալացիայի ֆուտբոլիստները հաջող չգործեցին եւ նորից Սելտայինն է անցնում գնդակը։ Սուրեն Ղուկասյան դեպի թիմակիցը, բայց այնտեղ փակեցին նրա փոխանցումը։ Այստեղ էլ Մարկ Թորչյանը չհասավ գնդակին եւ նորից Սելտայինն է լինելու գնդակը։ Հիմա այստեղ շարժվում է առաջ Սուրեն Ղուկասյանը, ձախ եզով տեսնենք փոխանցումը եւ հարված ի վերջո չտեսանք եւ հեռացրեցին Մալացիայի ֆուտբոլիստները, շարունակում է հիմա գրոհը Սելտայի ֆուտբոլիստների Արամ Ենգիբարյան եւ այստեղից Շեխ հարվածեց հիմա Սելտայի ֆուտբոլիստը շատ լավ դիրքից կարող էր գոլի հեղինակ դառնալ այնտեղ կարծես թե Սուրեն Ղուկասյանն էր տուգանային հրապարակում եւ ի վերջո նրա հարվածը չստացվեց։ Հիմա տեսնում ենք, որ չեն կարողանում պահել Մալացիայի ֆուտբոլիստները գնդակը իրենց մոտ, Սուրեն Ղուկասյանն է հիմա գնդակով շարժվում է առաջ կենտրոնով, տեսնենք հարված կկատարի փոխանցում, բայց այստեղ էլ լավ է գործում Մալացիայի պաշտպանը, շարունակում է հիմա գրոհ նորից Սելտայի Դավիթ Հարությունյան անցնում է առաջ, շատ լավն էր խաղարկումը Սելտայի ֆուտբոլիստների, նորից հեռացնում են այստեղ գնդակը Մալացիայի ֆուտբոլիստները եւ հակագրոհ կտեսնենք հիմա Մալացիայի կատարմամբ Արեն Սիմոնյանն այստեղ ուշացնում է փոխանցումը Արեն Սիմոնյանը։ Եվ հիմա տեսնում ենք գոլից հետո մեծ ճնշում է նորից սկսել Սելտան, փորձում է կրկնապատկել իր առավելությունը։ Չեն կարողանում Մալացիայի ֆուտբոլիստները գնդակ պահել իրենց մոտ։ Այստեղ շատ հանգիստ են գործում հիմա Սելտայի ֆուտբոլիստները, որովհետև նրանք այս պայն առավելություն ունեն եւ հաղթողի կարգավիճակով են շարունակում խաղը։ Կենտրոնում են հիմա Սելտայի ֆուտբոլիստները խաղարկում գնդակը։
Ավետիս Դուրգարյանն է գնդակով թիմակից է փնտրում։ Ի վերջո չեն կարողանում հիմա անցնել կիսադաշտը Սելտայի ֆուտբոլիստները։ Նորից Դավիթ Հարությունյանի հետ են խաղարկում։ Երկար փոխանցում ձախ եզր շատ լավն էր փոխանցումը Դավիթ Հարությունյանը շարունակում է Ավետիս Դուրգարյանն էր հարվածում եւ այնտեղ փակեցին նրա հարվածը եւ անկյունային հարված կտեսնենք Մալացիայի դարպասին։ Այստեղ արագ խաղարկեցին Սելտայի ֆուտբոլիստները հարված եւ գոլ 2-0 կրկնապատկում են իր առավելությունը Սելտայի ֆուտբոլիստները այնտեղ գոլի հեղինակը կարծես թե Ավետիս Դուրգարյանն էր Ավետիս Դուրգարյան 2-0 կրկնապատկեց ի վերջո իր առավելությունը Սելտան այդ մեծ ճնշումը տվեց իր թիմին արդյունք շատ լավ այնտեղ գործեցին Սելտայի ֆուտբոլիստները եւ կարողացան մեծացնել իրենց առավելությունը հիմա Մալացյան պետք է գոնե կրճատի հաշիվը բայց նորից Սելտայի ֆուտբոլիստներն են գրում այստեղ վերջին պահին հեռացրեցին Մալացիայի ֆուտբոլիստները ինչ է կատարվում Մալացիայի հետ չեն կարողանում անգամ կիսադաշտը անցնել եւ հիմա նորից վաստակում են Սելտայի ֆուտբոլիստները անկյունային հարված նորից խաղարկում Ավետիս Դուրգարյան փոխանցում կենտրոն այստեղ դարպասապանն է փրկում Մալացիային նորից արագ վերադարձին գնդակը Սելտայի ֆուտբոլիստները տեսնենք հարված կկարողան կատարել Այստեղ Սելտայի ֆուտբոլիստները, բայց հետ են խաղարկում Դավիթ Հարությունյանը հերվից հարված եւ փրկում է հիմա այստեղ Սպարտակ Կարապետյանը իր թիմին եւ նորից անկյունային հարված կտեսնենք Մալացիայի դարպասին շատ լավ հարված կատարեց Դավիթ Հարությունյանը կարող էր դուբլի հեղինակ դառնալ փոխանցում Տուգանային հրապարակ եւ հիմա էլ շատ լավ պահ կորցրեց այստեղ Սուրեն Ղուկասյանը Շատ սուր են գրում այստեղ Սելտայի ֆուտբոլիստները Փորձում են առաջին խաղակեսում խաղի ելքը վճռեն Հիմա պետք է փորձեն Մալացիայի տղաները մի փոքր ակտիվանալ Նրանք երկու գոլի տարբերությամբ պարտվում են այս պահին Նրանց այս հաշիվը ձեռնատու չէ, որովհետև նրանց միայն հաղթանակ է հարկավոր վերջին տուրում շատ դժվար է լինելու նրանց համար Հիմա տեսնում ենք Տուգանային հարված են վաստակել Մալացիայի տղաները Խաղային դրվագներում չի ստացվում, տեսնենք կարող է Տուգանային հարվածը օգնել Մալացիայի ֆուտբոլիստներին Այստեղ գնդակի մոտ է Գևորգ Մարտայանը, Սուլի չկա, տեսնենք Ինչ կանի Գևորգ Մարտայանը հարված է կատարում, բայց բարձր է հարվածում այստեղ Գևորգ Մարտայանը Հայկ Բոքսյանը այսօր խաղի մեջ դեռ չի մտել Նրա դարպասին տեսնում ենք դեռ հարված չի կատարել Մալացյան Ավետիս Դուրգարյանն է դեպի աջ փոխանցում կատարում Հարություն Բոքսյանին, բայց ձեռքի դիպավ Հարություն Բոքսյանի եւ խաղի կանոնների խախտում, այստեղ էլ արագ խաղարկում Մալացիայի ֆուտբոլիստների կողմից Արեն Սիմոնյանն է շարժվում առաջ
ի վերջո փոխանցում կատարեց, բայց շատ ուշ են նրա փոխանցումները ստացվում։ Հիմա Նարեկ Սիմոնյանն է փոխանցում Մարկ Թորչյանին, բայց փոխանցումը չստացվեց եւ նորից արագ հակագրով կարող ենք տեսնել Սելտայի կողմից Սուրեն Ղուկասյանն է շարժվում առաջ։ Փոխանցում այստեղ Դուրգարյանին, Դուրգարյան երկար փոխանցում Տուգանային հրապարակ, բայց Սուրեն Ղուկասյանն է խանգարում թիմակցին այս փոխանցման ճանապարհին է հայտնվում, հիմա էլ Մալաչյանը շարժվում առաջ, շատ վտանգավոր է, Մարկ Թորչյանը աչեզնում է փոխանցում եւ հիմա այստեղ փրկեց Հայկ Բոքսյանը իր թիմին եւ հեռացրեց գնդակը։ Շարունակում է Մալաչյայի տղաների գրո այստեղ փոխանցում տեսանք Հարություն Ղազարյանի կողմից, բայց այստեղ լավ գործեց Հայկ Բոքսյանը եւ հեռացրեց գնդակը շատ հեռու։ Եվ ի վերջո Սելտային է գնդակը լինելու։ Տեսանք մի փոքր ակտիվություն Մալացիայի ֆուտբոլիստների կողմից, բայց դա քիչ է, որովհետև նրանք պարտվողի կարգավիճակում են գտնվում։ Այստեղ խաղարկեցին Սելտայի ֆուտբոլիստները, նորից է հարված Դավիթ Հարությունյանի կողմից եւ այնտեղ տեսնում ենք, որ փրկեց նորից դարպասապահ Մալացիային վերահաս գոլից եւ անկյունային հարված։ Շատ վտանգավոր հարվածների է տիրապետում հիմա Դավիթ Հարությունյանը, այսօր տեսանք նրա կողմից գոլ եւ երկու հարված հերվից կատարմամբ փոխանցում հարված, հիմա էլ այստեղ հարված էր կատարում Արամ Ենգիբարյանը, բայց նրա հարվածը բարձր է անցնում։ Հիմա այստեղ տեսնում ենք նորից Տուգանային հարված են վաստակել Մալացիայի ֆուտբոլիստներին եւ երկար փոխանցում ենք տեսնում Տուգանային հրապարակ Մարկ Թորչյանն էր այստեղ պայքարում, բայց հեռացեցին գնդակը, շարունակվում է հիմա նորից Մալացիայի գրո։ Նարեկ Սիմոնյանն է գնդակով հարված, բայց փակում է նրա հարվածը եւ այստեղ էլ վերցնում է գնդակը Հայկ Բոքսյանը։ Հիմա նորից Սելտան է գրում, փոխանցում այստեղ փոխանցումը ուղղված էր Ավետիս Դուրգարյանին, պահում է գնդակը վերջինս եւ շարունակվում է նրանց թիմի գրո փոխանցում կենտրոն լավն էր այստեղ փոխանցումը եւ հարված կտեսնենք Սուրեն Ղուկասյան, բայց շատ առաջ թողեց գնդակը, ուշացրեց հարվածը, բայց պահում է հիմա գնդակը Սուրեն Ղուկասյանը, գեղեցիկ հնարք փորձեց կատարել, բայց Մարկ Թորչյանը լավ պաշտպանվեց եւ գեղեցիկ փոխանցում ուղարկեց Արեն Սիմոնյանին, տեսնենք ինչ կանի այստեղ Սիմոնյանը, բայց այստեղ են լավ է պաշտպանում Սելտայի պաշտպանը եւ հեռացնում գնդակը եւ անկյունային հարված է վաստակում Մալացյան։ Փոխանցում Տուգանային հրապարակ, այստեղ վերցնում է գնդակը Հայկ Բոքսյանը, բայց հեռացրեց գնդակը ապահովության դեպքում եւ եզրային նետումը Մալացիային է լինելու։ Այստեղ շատ հեշտությամբ կարծես թե խլեց գնդակը Սելտայի ֆուտբոլիստը, բայց խաղի մրցավարը խաղի կանոնների խախտում է նշանակել։
Մալացեն փորձում է հիմա նորից իր գրոհը կառուցել, բայց այստեղ նորից հեշտությամբ խլեցին Սելտայի ֆուտբոլիստները եւ շարժվում են առաջ։ Դավիթ Հարությունյանն է գնդակով, խաղարկում է Ենգիբարյանին, փոխանցում մյուս եզր, այստեղ Սուրեն Ղուկասյանն էր ազատվել, հարված եւ հիմա էլ հորիզոնական դարպասաձողն է փրկում Մալացյան եւ շատ լավ հարված տեսանք Սուրեն Ղուկասյանի կողմից, կարող էր էլ ավելի մեծացնել իր թիմի առավելությունը, բայց այստեղ դարպասաձողը փրկեց Մալացյանին։ Շատ քիչ ժամանակ է հիմա մնում առաջի խաղակեսի ավարտին։ Մեծ առավելություն ունի այս պահի դրությամբ Սելտան։ Թե խաղում, թե հաշվում, որովհետև չի ստացվում այսօր Մալացյանի ֆուտբոլիստների կողմից գրոհները, հարվածները։ Հիմա շարժվում է առաջ Հարություն Ղազարյանը։ Փոխանցում Արեն Սիմոնյանին, գեղեցիկ անցում տեսանք Արեն Սիմոնյանի կողմից, հարված եւ այստեղ Հայկ Բոքսյանն է փրկում իր թիմին։ Առաջին հարվածը Հայկ Բոքսյանի վրա, հիմա փոխանցում, այստեղ շատ լավն էր փոխանցումը Սուրեն Ղուկասյանի, բայց մի փոքր ուժեղ ստացվեց Հարություն Բոքսյանին էր ուղղված այս փոխանցումը։ Վերջինս չկարողացավ գնդակը պահել իր մոտ։ Այստեղ նորից կորցրեցին Մալացիայի ֆուտբոլիստները գնդակը։ Սուրեն Ղուկասյան շարժվում է առաջ։ Ղուկասյանն հիմա հարված կատարում հերվից, բայց մի փոքր շեղ անցավ նրա հարվածը։ Հիմա աջ եզր էր տեղափոխվել Սուրեն Ղուկասյանը եւ հերար հարված փորձեց կատարել, բայց շեղ էր նրա հարվածը։ Հիմա երկար փոխանցում Մալացիայի ֆուտբոլիստի կողմից, բայց նորից կորցրեցին գնդակը Մալացիայի ֆուտբոլիստները։ Շատ լավ խաղարկում, հիմա տեսանք Սելտայի ֆուտբոլիստների կողմից Հարություն Բոքսյան, շատ լավն էր հարված եւ հիմա էլ այստեղ պաշտպանի դիպավ այս հարվածից հետո գնդակը եւ անկյունային հարված Սուրեն Ղուկասյանն էր հարված կատարողը, արագ խաղարկում։ Նորից Սուրեն Ղուկասյան փոխանցում կենտրոն Ենգիբարյանին։ Նորից հանգիստ խաղարկումներով հիմա փորձում են առաջ շարժվել Սելտայի ֆուտբոլիստները, նրանք չեն շտապում։ Սուրեն Ղուկասյանի փոխանցումը այստեղ ուժեղ ստացվեց դեպի Դուրգարյանը եւ հարված կտեսնենք Սպարտակ Կարապետյանի դարպասից։ Հիմա տեսնում ենք փորձում են Մալացիայի ֆուտբոլիստները իրենց կիսադաշտը անցնել, բայց դժվարանում են։ Հիմա փոխանցում դեպի դարպասապային եւ ազատ հարված, այստեղ իրավունք չուներ դարպասապահը վերցնել գնդակը իր ձեռքերի մեջ եւ ազատ հարված ենք տեսնելու Մալացիայի դարպասին։ Շատ վտանգավոր դիրքում ստանում են հարված Սելտայի ֆուտբոլիստները, բայց այստեղ ուղղակի գնդակը տվեց Մալացիայի տղաներին Հարություն Բոքսյանը։ Նորից երկար փոխանցում, բայց Սելտայի ֆուտբոլիստները շատ լավ են այսօր գործում։ Դավիթ Հարությունյանն է գնդակով, այսօր շատ լավ հանդիպում է անցկացնում Դավիթ Հարությունյանը։
Նորից տեսնում ենք երկար փոխանցում Դավիթ Հարությունյանի կողմից, բայց չստացվեց այս փոխանցումը։ Եվ հիմա էլ Մալացյան է գրելու, Արեն Սիմոնյանն է ձախ եզրում, բայց մենակ է հիմա հարված եւ շատ լավն էր հարված Արեն Սիմոնյանի, բայց փրկում է իր թիմին Հայկ Բոքսյանը։ Վտանգավոր էր հիմա Մալացյայի ֆուտբոլիստի հարվածը։ Այստեղ նորից հեշտությամբ խլեցին գնդակը Սելտայի ֆուտբոլիստները, Լեո Պապյանն է շարժվում առաջ, փոխանցում Սուրեն Ղուկասյանի, լավն էր փոխանցում Հարություն Բոքսյան, գեղեցիկ խաղարկում եւ գոլ 3-0 Սուրեն Ղուկասյանը գոլ հեղինակ է դառնում եւ վերջ առաջին խաղակեսը ավարտված է մեզ մոտ 3-0 հաշվով հաղթում է Սելտան Մալացյային, ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի ֆուտբոլասերներ, վերադարձանք, երկրորդ խաղակեսը մեզ մոտ մեկնարկել է եւ 3-0 հաշվով այս պայն Սելտան հաղթում է Մալացյային, շատ մեծ առավելություն ունի Սելտան։ Առաջին խաղակեսում շատ լավ գործեցին Սելտայի ֆուտբոլիստները եւ 3 անգամ կարողացան Սպարտակ Կարապետյանի դարպասը գնդակ ուղարկեն, հիմա նորից Սելտան էր գրում, հենց առաջին րոպեին փորձում էին էլ ավելի մեծացնել իր թիմի առավելությունը։ Տեսնենք կկարողանան Մալացիայի ֆուտբոլիստները կրճատել հանդիպան հաշիվը այս խաղակեսում շատ դժվար է լինելու նրանց համար, որովհետև Սելտայի տղաները շատ լավ են գործում, թե պաշտպանությունում, թե հարձակվողական դիրքում։ Հիմա արագ վերհիշենք թիմերի հիմնական հայտացուցակները։ Մալացիայի դարպասը պաշտպանում է համար 1 Սպարտակ Կարապետյան, համար 3 Հայկ Գևորգյան, համար 4 Գևորգ Մարտայան, համար 55 Գեղամ Մխիկյան, համար 7 Արեն Սիմոնյան, համար 9 Մարկ Թորչյան, համար 10 Հարություն Ղազարյան, համար 11 Նարեկ Սիմոնյան, համար 6 Սերգեյ Սաֆրազյան եւ համար 5 Սարգիս Զիրիցյան։ Սելտայի դարպասը պաշտպանում է համար 1 Հայկ Բոքսյան, համար 4 Ավետիս Դուրգարյան, համար 7 Դավիթ Հարությունյան, համար 11 Գարիկ Սենիկ Քերիմյան, համար 17 Արամ Ենգիբարյան, համար 23 Սուրեն Ղուկասյան, համար 77 Հարություն Բոքսյան եւ համար 15 Լեո Պապյան։ Նորից տեսնում ենք, որ Սելտայի ֆուտբոլիստներն են ակտիվ մեկնարկել երկրորդ խաղակեսը, փորձում են էլ ավելի մեծացնել իրենց ճնշումը եւ մեծացնել իրենց առավելությունը։ Սելտայի թիմի ռմբարկուն այս պայ դրությամբ Ավետիս Դուրգարյանն է խփած 14 գոլով, շատ լավ մրցաշրջան է անցկացնում Սելտայի ֆուտբոլիստը։ Հիմա նա է գնդակով շարժվում է առաջ, փոխանցում Սուրեն Ղուկասյանին, լավ խաղարկում, հիմա տեսանք Սելտայի կողմից Ենգիբարյան եւ չի ստացվում նրա փոխանցումը եւ խլեցին նրանից գնդակը, հիմա հակագրով կարող ենք տեսնել Մալացիայի կողմից Արեն Սիմոնյան, փոխանցում թիմացին Նարեկ Սիմոնյան, Արեն Սիմոնյան հարված եւ այստեղ փրկեց Հայկ Բոքսյանը, շատ լավ խաղարկում տեսանք Մալացիայի ֆուտբոլիստների նկատմամբ։ Եվ անկյունային ենք տեսնում, շատ լավ հակագրով ձեռնարկեցին Մալացիայի ֆուտբոլիստները։ Այսօրվա խաղում նրանց իրական գոլային պահն էր, սա առաջինն էր նրանց կատարմամբ, հիմա անկյունային հարված Արեն Սիմոնյանն է գնդակի մոտ խաղարկեց Մարկ Թորչյանի հետ հարված, շատ լավն էր, հիմա հարվածը Մարկ Թորչյանի վտանգավոր էր, բայց մի փոքր շեղացավ նրա հարվածը։ Շատ լավ գործեցին, հիմա տեսնում ենք Մալացիայի ֆուտբոլիստները այստեղ։ Մի փոքր բան պակասեց նրանց արդյունքի հասնելու համար։
Հիմա էլ տեսնում ենք Սելտայի գրո, այստեղ չստացվեց Հավետից Դուրգայանին հարված կատարել։ Հիմա էլ շատ լավ փոխանցում տեսանք Արեն Սիմոնյանի կողմից, Մարկ Թորչյան տեսնենք հարված կկարողանք կատարել, բայց փոխանցումը ուժեղ ստացվեց Մարկ Թորչյանի շատ լավ պահային նորից ստացել Մալացիայի ֆուտբոլիստները, բայց չկարողացան արդյունքի հասնել։ Նշեմ, որ Մալացիան անցած հանդիպումում խոշոր հաշվով պարտություն կրեց Երևանի նկատմամբ, նրանք 6 անպատասխան գնդակ ընդունեցին իրենց դարպասը։ Նույնը Սելտան նույն հաշվով 6-0 հաշվով պարտություն կրեց Ատլետիկոյի նկատմամբ։ Ատլետիկոն այս պայն առաջին հորիզոնականում է շատ լավ մրցաշրջան է անցկացնում։ Ատլետիկոն հիմա նորից Սելտան է գրոում, բայց փոխանցումը չստացվեց Դուրգարյանի։ Արեն Սիմոնյանը տեսնենք կհասնի գնդակին, բայց նրա հետ պայքարում այստեղ խաղի կանոնների խախտում նկատվեց։ Հիմա Սուլիչը Արեն Սիմոնյանն է գնդակի մոտ փոխանցում Տուգանային հրապարակ, այստեղ մի փոքր դժվարությամբ վերցրեց գնդակը Հայկ Բոքսյանը եւ արագ սկսեց իր թիմի գրո Դավիթ Հարությունյանն է այնտեղ կարծես թե շարժվում առաջ, ոչ այնտեղ ընկավ ֆուտբոլիստը Սելտայի, այնտեղ շարժվում էր առաջ Գարիկ Սեյնը Քերեմյանը, նա կարծես թե վնասվածք է ստացել։ Հիմա ամեն ինչ կարգին է Սելտայի ֆուտբոլիստի մոտ շարունակվում է հանդիպումը եւ նորից Սելտայինն է գնդակը եւ շարժվում է առաջ այստեղ Սերգեյ Ղուկասյանը ներողություն Սուրեն Ղուկասյանը այստեղ Դավիթ Հարությունյանն է փորձում առաջ շարժվել թիմակից փնտրել ի վերջո Լեո Պապյանի հետ է խաղարկում Արամ Ենգիբարյան հետ փոխանցում դեպի Հայկ Բոքսյանը շատ հանգիստ են հիմա գործում Սելտայի տղաները նրանք շատ մեծ առավելություն ունեն այս խաղում երկար փոխանցում հիմա Դավիթ Հարությունյանի կողմից եւ հեռացնում է այստեղ Հայկ Գևորգյանը եւ անկյունային կտեսնենք Մալացիայի դարպասին Հիմա փոխանցում նորից Դավիթ Հարությունյանին հերար հարված եւ կրակում է այստեղ Դավիթ Հարությունյանը եւ գոլի հեղինակ դառնում դուբլի հեղինակ դարձավ այստեղ Դավիթ Հարությունյանը 4-0 էլ ավելի է մեծացնում իր առավելությունը Սելտան եւ լուրջ հայտ ներկայացնում այս խաղում
Վերադառնում ենք սիրելի ֆուտբոլաստերներ 4-0 Դավիթ Հարությունյանը դուբլի հեղինակ դարձավ հերարկարակոցով այնտեղ ուղարկեց գնդակը Սպարտակ Կարապետյանի դարպասը այստեղ տեսնում ենք որ տեղին քարտ է ստանում Մարկ Թորչյանը Հիմա շատ մեծ առավելություն ունեն Սելտայի տղաները եւ բարդ իրավիճակում են հայտնվում Մալացիայի ֆուտբոլիստները այս խաղով նրանք չեն կարողանա անգամ մեկ միավոր վաստակել Հիմա Մարկ Թորչյանն է խաղարկում Արեն Սիմոնյանի հետ բայց խլում են գնդակը նրանից բայց տեսնում ենք խաղի կանոնների խախտում Այստեղ խաղը շարունակվում է, ամեն ինչ կարգին է Մալացիայի ֆուտբոլիստի հետ Նա Սելտայի տղաներն են գնդակով Հարություն Բոքսյանն է եկել աջ եզր Նրա փոխանցումը չստացվեց Հիմա Մարկ Թորչյանն է գնդակով, բայց կորցնում է գնդակը անմեղ իրավիճակում Լավներ այստեղ փոխանցումը եւ հարված եւ գոլ այստեղ Սուրեն Ղուկասյանն է դառնում գոլի հեղինակ եւ 5-0 Էլ ավելի խոշոր է դարձնում Սելտան հանդիպման հաշիվը Ավետիս Դուրգարյան 5-0 Խոշոր է դարձնում Սելտան իր առավելությունը Հիմա Մալացյան է փորձում ինչ-որ բան կատարել, բայց այստեղ Նարեկ Սիմոնյանի փոխանցումը ուժեղ ստացվեց Եվ Սելտան ի վերջո այսօր իր 3 միավորը կվաստակի, որովհետև Մալացյան չի կարող այս խաղում գոնե մեկ միավոր վաստակել Շատ դժվար է 5 գնդակ հետ բերելը Այստեղ շատ բարձր հիմա հարված է Սելտայի թիմի ավագը Գնդակը ուղարկեց դեպի դարպասից այն կողմ Եվ հանգիստ հիմա Սելտայի ֆուտբոլիստները խաղը տրամաբանական ավարտին կհասցնեն Ինչ խաղ է Դավո ջան Ինչ խաղ ենք ասում Ամեն ինչ բանից բռնում Մարկ Թորչյանն է խաղարկում կատարում Նարեկ Սիմոնյանի հետ շատ լավն են նրանց խաղարկումները Մարկ Թորչյան լավն էր փոխանցումը բայց մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ նրա փոխանցումը ինչ որ բան այն չէ Մալացիայի տղաների մոտ Նա տեսնում ենք, որ հեշտությամբ անցնում են կիսադաշտը Սելտայի ֆուտբոլիստները, այսօր նրանց մոտ հեշտ հանդիպում սպասվեց,
Ատլետիկոյից կրած խոշոր պարտությունից հետո նրանք խոշոր հաշվով հաղթանակ են տոնում, բայց շարունակում է հանդիպումը Նարեկ Սիմոնյան հարված եւ Հայկ Բոքսյանն է իր թիմին փրկում։ Լավն էր, հիմա տեսանք Մալացիայի գրո, կարող էին նրանք կրճատել հանդիպան հաշիվը, բայց Հայկ Բոքսյանը իր թիմին փրկեց, իր դարպասն էլ անառիկ է պահում այս պայի դրությամբ։ Հիմա փոխանցում Տուգանային հրապարակ այստեղ նոր կարող էին այստեղ գնդակը խլել Հայկ Բոքսյանից, գնդակը լավ չգործեց Սելտայի դարպասապահը։ Մի քանի անգամ այստեղ տեսանք, որ այս խաղում լավ չգործեց Հայկ Բոքսյանը, այդ հեռացման ժամանակը Սելտան է գրում հարված եւ 6-0։ Այստեղ գոլի հեղինակ է դառնում Սելտայի թիմի ավագը Գարիկ Քերիմյանը։ Եվ էլ ավելի խոշոր դարձրել 6-0 խոշոր հաշիվ Սելտայի ֆուտբոլիստների կատարմամբ, նորից անկյունային են տեսնում ենք վաստակում Մալացիայի ֆուտբոլիստները, բայց նրանց անկյունայինները ոչ մի արդյունք չեն տալիս, այսօր փոխանցում Տուգանային հրապարակ հեռացին Սելտայի ֆուտբոլիստները, շարունակվում է Մալացիայի գրո, այդտեղ լավ է պաշտպանվում Լեո Պապյանը եւ հեռացրեցին գնդակը Սելտայի ֆուտբոլիստները, բայց նորից խլեցին գնդակը Սելտայի ֆուտբոլիստները, Սուրեն Ղուկասյանն է շարժվում առաջ, հարված եւ այստեղ Սպարտակ Կարապետյանն է իր վրա վերցնում հարվածը։ Հարություն Ղազարյան փոխանցում, այստեղ նորից Լեո Պապյանը լավ գործեց, բայց մնում է Մալացիայի տղաների մոտ, նորից անկյունային հարված, Մալացյան է վաստակում։ Ոչ այդտեղ վերջին պահին ֆուտբոլիստին էր դիպչը գնդակը Մալացիայի եւ արագ խաղարկում Սելտայի կողմից Հարություն Բոքսյան, փոխանցում Սուրեն Ղուկասյանին, փոխանցում այստեղ փրկեց դարպասապահ եւ հեռացնում են գնդակը Մալացիայի ֆուտբոլիստները։ Այստեղ երկար փոխանցում, տեսանք Արամ Ենգիբարյանի կողմից, այնտեղ չկարողացավ հարված կատարել Հարություն Բոքսյանը, շատ լավ էր նկատել թիմակցին Արամ Ենգիբարյանը, բայց չստացվեց նրանց մոտ։ Երկար փոխանցում տեսանք դեպի Մարկ Թորչյանը, խլում է գնդակը, հարված եւ մի փոքր բարձր է ստացվում, նրա հարվածը կարող էր կրճատել հանդիպման հաշիվը Մարկ Թորչյանը, որովհետեւ դուրս էր եկել դարպասից Հայկ Բոքսյանը։ Շատ քիչ ժամանակ մնաց հանդիպան ավարտին։ Տեսնենք գոնե կկարողանան Մալացիայի ֆուտբոլիստները հեղինակել իրենց այս խաղում առաջին գոլը, հեղինակության գոլը, հիմա Սելտան է գրում, բայց այստեղ հարվածը շեղ էր Արամ Ենգիբարյանի։ Նորից տեսնում ենք Մարկ Թորչյանը բղավեց եւ փոխանցում պահանջեց, բայց չստացվեց նրա մոտ, բայց շարունակում է Մալացիայի գրո, այստեղ 4-2-ի դիմաց էին, ուշացրեցին փոխանցումը, բայց շարունակվում է Մալացիայի տղաների գրո, Նարեկ Սիմոնյան, փոխանցում մյուս եզր, լավն էր, փոխանցումը դեպի Հարություն Ղազարյանը, բայց Լեո Պապյանն այստեղ շատ լավ գործում եւ շարժվում ձախ եզրով առաջ, լավ էր, հիմա անցում է նրա, փոխանցում դեպի Հարություն Բոքսյանը, տեսնենք մտնում է Տուգանային հրապարակ, փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց, բայց այստեղ Սուրեն Ղուկասյանը հասնում է գնդակին եւ խաղարկում կատարում Ենգիբարյանը հետ,
Լավն էր նրանց խաղարկումը եւ հարված կտեսնենք, հարված եւ Սպարտակ Կարապետյանը հիմա փրկում իր թիմին, այնտեղ հարվածում էր Ավետիս Դուրգարյանը եւ հակագրում են հիմա Մալացիայի տղաները 2-2-ի դիմաց Արեն Սիմոնյան փոխանցում, բայց այստեղ էլ Դավիթ Հարությունյանն է լավ պաշտպանվում, հիմա էլ Սելտայի գրողը կարող ենք տեսնել, արագ շարժվում են նրանք առաջ, լավն էր նրանց խաղարկումը եւ նորից Սպարտակ Կարապետյանը իր թիմին փրկեց այստեղ Հարություն Բոքսյանի հարվածից հետո շարունակում է հանդիպումը, եզրային նետումը խաղարկել են Սելտայի տղաները, խլեցին գնդակը այստեղ Սուրեն Ղուկասյանից կարծես թե եւ հակագրող հիմա նորից Մալացիայի կողմից լավն էր Արեն Սիմոնյան մնում է մենակ դարպասապայի դիմաց, բայց լավ գործեց Հայկ Բոքսյանը շարունակվում է հիմա գրող Մալացիայի ուշացեցին այստեղ Մալացիայի ֆուտբոլիստները Արեն Սիմոնյան խճճվում է այստեղ Արեն Սիմոնյանը հարված եւ բարձր է նրա հարվածը շատ լավ պա ունեցան Մալացիայի ֆուտբոլիստները եւ չկարողացան արդյունքի հասնել Եվ հիմա էլ արագ խաղարկում տեսանք Սելտայի ֆուտբոլիստների կատարմամբ Հարություն Բոքսյան եւ բարձր հարվածեց այստեղ Հարություն Բոքսյանը Երեք րոպե մնում հանդիպման ավարտին Հիմա նորից Սելտան է գրում, Դավիթ Հարությունյանն է շարժվում առաջ այսօրվա լավագույն ֆուտբոլիստներից մեկը, լավն է նրա անցումները, բայց այստեղ էլ Մարկ Թորչյանն է նրա հետ պայքարում խաղի կանոնների խախտում է գրանցում եւ Տուգանային համաց արագ խաղարկում այստեղ ոչ խաղի մրցավարը այստեղ կարծես թե չթողեց արագ խաղարկի Դավիթ Հարությունյանը գնդակը եւ միայն Սուլիչից հետո է լինելու նրանց խաղարկումը Գնդակի մոտ է Դավիթ Հարությունյանը Սուլիչը կա հարված ոչ փոխանցում եւ գեղեցիկ գոլի հեղինակ է հիմա դառնում Սելտայի ֆուտբոլիստը Կարիչ հնարքով այստեղ հիմա Գոլի հեղինակ դարձավ Սուրեն Ղուկասյանը եւ էլ ավելի խոշոր է դարձնում իր թիմի առավելությունը 7-0 Սուրեն Ղուկասյան 7-0 գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Սուրեն Ղուկասյանը եւ էլ ավելի մեծացրեց իր թիմի առավելությունը Հիմա տեսնում ենք, որ գոլից առավ է Սելտայի խաղացողների մոտ նորից շարժվում են առաջ, փորձում են իր 8-րդ գնդակը հեղինակեն, հարված եւ այստեղ լավն էր հիմա հարվածը Ավետիս Դուրգարյանի կողմից, բայց մի փոքր շեղությամբ անցավ նրա հարվածը Վերջին րոպեն է կարծես թե մեզ մոտ ընթանում հանդիպման Ի վերջո Սելտան կարողանում է իր 3 միավորը վաստակել, բայց հիմա նորից գրում են Սելտայի տղաները Այստեղ գեղեցիկ հնարք էր փորձում կատարել Սելտայի թիմի ավագը չկարողացան, հիմա հակագրող բայց այստեղ էլ Թորչյանի փոխանցումը չստացվեց, բայց խլեցին գնդակը նորից Մալացիայի ֆուտբոլիստները 4-2-ի դիմաց արագ է պետք մտածել հարված եւ Հայկ Բոքսյանն է նորից իր թիմին փրկում Կարծես թե այսօր Նա անառիկ կպա իր դարպասը Շատ լավ հանդիպում անցկացրեց Հայկ Բոքսյանը այս խաղում Ավետիս Դուրգարյանը նորից գնդակով հարված եւ նորից գոլի հեղինակ է դառնում Ավետիս Դուրգարյանը եւ վերջ հանդիպումն ավարտված է խոշոր հաշվով հաղթանակ է տոնում Սելտան Մալացիայի հետ պայքարում 8-0 հաշվով հաղթանակ տոնեցին Սելտայի ֆուտբոլիստները եւ հերթական 3 միավորն են վաստակում նրանք
ինչևէ հանդիպումը ավարտված է։ Մի քանի րոպե հանգստանանք եւ հաջորդ հանդիպումը այս պայն կմեկնարկի։